Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր ապրիլի 8-ն է, երեքշաբթի։ Ապրիլի 8-ից 10 Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդ թիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ։ Այս մասին է հայտնում Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։ Նշենք, որ նախորդ նիստին ցուցմունքներ էին տվել ավելի քան 20, այսպես ասած, տուժողներ։ Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ հարուցված գործից առանձնացված։ Նրա դեմ ներկայացվել է 42 մեղադրանք ահաբեկչությունից մինչև ռազմական հանցագործություններ, իսկ 3 տեղի էր ունեցել Արցախի ղեկավարների եւ այլ պաշտոնյաների ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստը հարցաքննվել է Արցախի նախկին արտգործնախարար նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 10-ին։ Այսօր վաղ առավոտյան դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում, վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան, բժիշկը մահացել է, բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Այսօր ժամը 6-ի սահմաններում Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության Toyota մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Էլեկտրասյանը, ինչի հետևանքով 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնեցին ներքին գործերի նախարարությունից։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Facebook-յան գրառմամբ հայտնեց, որ շտապօգնության բրիգադի բժշկուհին ցավոք մահացել է։ Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի է ենթարկվել շտապօգնության բրիգադը։ Ցավոք բժիշկը մահացել է։ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին։ Երևանի քաղաքապետն էլ Facebook-յան գրառմամբ տեղեկացրեց, որ շտապօգնության ծառայության բրիգադը հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ։ Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է, իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին։ Բրիգադի մյուս անդամը բուժքույրը այժմ գտնվում է հիվանդանոցում, կյանքին սպառնացող վնասվածքներից հետո նա վիրահատվել է եւ բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։ Վարորդը նույնպես հիվանդանոցում է, ստացել է թեթև մարմնական վնասվածքներ։ Այս մասին առավոտյան դարձյալ տեղեկացանք առողջապահության նախարարի եւ Երևանի քաղաքապետի գրառումներից։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ նշել էր, որ բժիշկը ամրակապված չի եղել։ Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին, այդ մասին արձանագրությունը ստորագրել է ազգային ժողովի նախագահը, հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջներով դադարած համարել քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի պատգամավորի լիազորությունները, նշված է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ։ Հայտնաբերվել է Հայաստան ներկրված առանձնապես խոշոր չափի շուրջ 12 կիլոգրամ քաշով մետամֆետամին տեսակի թմրամիջոց։ Այս մասին հայտնում է պետական եկամուտների կոմիտեն։ Մանրամասները ՊԵԿ-ի մեր գործընկերների տրամադրած ռեպորտաժում։ Քաղաքացիներին թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաեւ դրանց ապօրինի շրջանառության եւ մաքսանեկության դեպքերը կանխելու ուղղությամբ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը։ Օրերս ագարականցման կետում պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած քաղաքացի ՆԱ-ի կողմից չհագործվող բեռնատար ավտոմեքենան եւ կցորդը։ Արդյունքում կցորդին ամրացված ջրի տարայում նկատվել են կասկածելի զանգվածներ։ ՊԵԿ մաքսանեկության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի եւ պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության աշխատակիցները համատեղ կցորդին ամրացված ջրի տարայից հայտնաբերել են փայլաթիթեղյա տարաների մեջ լցված եւ փաթեթավորված ընդհանուր 11 կիլոգրամ 962 գրամ քաշով 15 փաթեթ, լցված մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածներով։ Թմրամիջոցի մաքսանեկություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Իրանի քաղաքացին ձերբակալվել է, ով ներկայացվել է քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Դեպքի արդիվ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում ՆԱ ձերբակալվել է եւ քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդկանց տրաֆիկինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Բեկմաքսանագության դեմ պայքարի վարչության, ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակասման գլխավոր վարչության եւ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդկանց տրաֆիկինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ լայնածավալ քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցը քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում պետք է փոխանցի Իրանից ժամանած Woman E-ին։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում մեթամֆետամին տեսակի թմրամիջոցները փոխարինվել են նմանատիպ այլ զանգվածներով եւ մշակվել հատուկ քիմիական նյութով։ Պարզվել է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանող անձի ինքնությունը։ Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո քաղաքացի N-ի նկատմամբ սահմանվել է հսկողություն։ Վերջինս ժամանել է Զվարթնոց միջազգային օդանավակայան եւ ուղևորվել է ՆԱ-ի հետ հանդիպման։ Երևան քաղաքում տեղակայված հյուրանոցներից մեկում օպերատիվ աշխատակիցների հսկողության ներքո քաղաքացի N-ին են փոխանցվել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցների փոխանցված զանգվածով փաթեթները։ Վերջինս ՊԵԿ եւ ԱԱԾ աշխատակիցների կողմից թմրամիջոցի մաքսանենգության եւ իրացնելու նպատակով ձեռք բերելու անմիջական ցակած հիմնավոր կասկածով ձերբակալվել եւ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե։ Քրեական վարույթի շրջանակում միջնորդությունները ներկայացվել դատարան Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ ՆԱ-ին եւ N-ին կալանավորելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Աբու Դաբիում բանակցություններ են վարել Ադրբեջանի եւ Իսրայելի արտաքին գործերի նախարարները Ջեյհուն Բայրամովն ու Գիդեոն Սաարը, բացի երկկողմ եւ բազմակողմ համագործակցության առնչվող հարցերից քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ։ Միջազգային անցուդարձի մյուս նորությունները տեսաշարում։ Վաշինգտոնն ու Թեհրանն ուղիղ խորհրդակցություններ են անցկացնում։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, նշելով, որ կգերադասեր Իրանի միջուկային զարգացման հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, դրանք սկսվել են եւ կշարունակվեն շաբաթ օրը։ Մենք շատ կարեւոր հանդիպում կունենանք, տեսնենք թե ինչ կլինի։ Կարծում եմ բոլորը համաձայն են, որ գործարքի հասնելը նախընտրելի է, քան ակնհայտը։ Չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի ակնհայտ ասելով, Թրամփը նշել է, որ Իրանի շահերից է բխում, որ բանակցությունները հաջող ավարտվեն։ Ավելի ուշ Իրանի արտգործնախարարը հաստատել է բանակցությունների մասին լուրերը։ Իրանն ու Միացյալ Նահանգները կհանդիպեն շաբաթ Օմանում բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համար։ Սա եւ հնարավորություն է եւ փորձություն։ Գնդակն ամերիկյան դաշտում է։ Լրատվամիջոցների տեղեկություններով բանակցություններին կմասնակցեն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ Միացյալ Նահանգների նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Իսրայելը Միացյալ Նահանգներին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։ Քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում։ Մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, որոնք վատ թարացան, եւ մենք չենք ուզում տեսնել, որ Սիրիան օգտագործվի որևէ մեկի, այդ թվում Թուրքիայի կողմից, որպես Իսրայելի վրա հարձակվելու հենակետ։ Թուրքիան Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերություններ ունեցող երկիր է։ Իսրայելի վարչապետի խոսքերով ինքը եւ Թրամփը քննարկել են բազմաթիվ ուղիներ, որոնք թույլ կտան Իսրայելին խուսափել Թուրքիայի հետ հակամարտությունից։ Նեթանյահուն անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ Դոնալդ Թրամփի լավ հարաբերություններին նշել է, որ ԱՄՆ նախագահը կարող է իդեալական միջնորդ լինել Անկարայի եւ Թել Ավիվի միջև հակամարտության սրումից խուսափելու համար։ Թրամփն իր հերթին նշել է, որ Նեթանյահուին հորդորել է լինել ողջամիտ Թուրքիայի հետ ունեցած ցանկացած վեճի առնչությամբ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն էլ հայտարարել է, որ Իսրայելը պետք է իր արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում վարի ավելի մեծ պատասխանատվությամբ։ Իսրայելը պետք է ավելի պատասխանատու լինի իր արտաքին քաղաքականության մեջ, նրա ընտրած ռազմավարությունը, մասնավորապես օկուպացիան, երբեք նրան անվտանգություն չի բերի եւ բացասական հետևանքներ կունենա։ Միգուցե նրա կողմից իրականացվող սադրանքները որոշ տակտիկական հարցեր լուծեն, բայց ռազմավարական մակարդակում վնասը շատ ավելի լուրջ կլինի։ Ըստ Ֆիդանի, Իսրայելում երկու հիմնական քաղաքական ուղղություն կա։ Առաջինի կողմնակիցները ձգտում են հարաբերություններ կառուցել տարածաշրջանի երկրների հետ փոխադարձ հարգանքի հիման վրա, իսկ երկրորդը ձգտում է պահպանել հրեական պետության անվտանգությունը, թուլացնելով իր հարևաններին։
Վենեսուելայի նախագահը երկրում արտակարգ տնտեսական դրություն է հայտարարել կապված Միացյալ Նահանգների կողմից հայտարարված առևտրային պատերազմին։ Նիկոլաս Մադուրոն նշել է, որ այս քայլով պաշտպանում է Վենեսուելայի տնտեսությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը խախտում է համաշխարհային տնտեսական կանոնները, ոչնչացնելով միջազգային առևտրատնտեսական իրավունքը եւ առևտրի համաշխարհային կազմակերպությունը։ Ֆինանսական շուկաների փլուզումը ազդել է ողջ աշխարհի եւ հատկապես Ամերիկայի ժողովրդի վրա։ Մադուրոն ասել է, որ Վենեսուելան ուշադրությամբ հետևում է առևտրային պատերազմի բացասական հետևանքներին, երկիրը բոլոր հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանելու եւ համաշխարհային տնտեսական պատերազմին արձագանքելու համար։ Հարավային Կորեայի կառավարությունն ընտրել է հունիսի 3-ը որպես արտահերթ նախագահական ընտրությունների օր Յուն Սոկ Յոլի իմպիչմենթի հաստատումից հետո։ Այս ընթացքում վարչապետ Han Dok-sung շարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար։ Նախագահի թեկնածուների նախնական գրանցումն արդեն սկսվել է։ Այն կավարտվի մայիսի 11-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 12-ին։ Ապրիլի 4-ին երկրի սահմանադրական դատարանը միաձայն իշխանությունից հեռացրել էր նախագահ Յուն Սոկ Յոլին։ 2024 թվականի դեկտեմբերին երկրի ընդդիմությունն իմպիչմենթի ենթարկեց նախագահին երկրում ռազմական դրություն մտցնելու փորձի համար։ Ֆիլիպինների կենտրոնական Նեգրոս կղզում ժայթքել է Կանլաոն հրաբուխը։ Այն արտանետել է մոտ 4 կիլոմետր բարձրությամբ մոխրի եւ ծխի սյուն։ Հրաբխի շրջանում հայտարարվել է վտանգի 3-րդ մակարդակ։ Սա ենթադրում է հրաբխային ակտիվության բարձրացում եւ հանկարծակի ժայթքումների հավանականություն։ Հարակից շրջաներում հետաձգվել են դպրոցական դասերը։ Կանլաոն Ֆիլիպինների ամենամեծ հրաբուխներից է։ Նրա բարձրությունը 2435 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է անցյալ տարվա դեկտեմբերին։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Անձրևային եղանակներից բողոքել պետք չէ, որովհետև տեղումների արդյունքը գյուղատնտեսությունում է երևալու։ Մարզի ջրամբարները ձնհալից ու անձրևներից հետո լցվում են, թեև բարձրադիր գոտիներում դեռ ձյունը չի հալվել ու դեռ գարնան կեսին ձյուն է սպասվում, բայց նախորդ տարվա համեմատ արդեն ավելի շատ ծավալի ջուր կա բոլոր ջրամբարներում։ Ոչ միայն ձնհալի եւ տեղումների արդյունքում, նաեւ Արփի լճից բաց թողնված ջրի հաշվին Կառնուտի ջրամբարն է լցվում։ Ռոռոկման սեզոնին ընթառաջ Կառնուտի ջրամբարում մեկնարկել են Շիրակի մայր ջրանցքից բաց թողնվող ջրի կուտակման աշխատանքները։ Հաշվի առնելով ջրի օրական ծավալները կանխատեսվում է մինչև մայիս Կառնուտի ջրամբարում կուտակել 17 միլիոն խորանարդ մետր ջուր։ Ձնհալից ու տեղումներից բացի Կառնուտի ջրամբարում ծավալն ավելանում է Արփի լճի ջրային պաշարների հաշվին։ Սա կոչվում է դոտացիոն կարգով ջրալրում Կառնուտի համար, որն էլ տեղ է հասնում Շիրակի մայր ջրանցքով։ Վարկյանում մինչև 3000 խորանարդ մետր ջուր է բաց թողնվում ջրամբար։ Այսպիսի ինտենսիվությամբ ջուր կուտակելու դեպքում նախնական հաշվարկներ կան, որ մինչև ռոռոկման սեզոնը հայտարարեն բացված, ջրամբարում կուտակված ջուրը լիովին կբավարարի Ախուրյանի տարածաշրջանի ցածրադիր գոտիների ցանկատարածքների ռոռոկման ջրի պահանջարկը։ Փորձը ցույց է տվել, որ Կառնուտի ջրամբարի տակ իշխող հողատարածքներին ու 16 միլիոնը բավարար է, պլյուս ընթացքում էլ ունենք նորից մուտքեր, որը բավարարում է ջրամբարի տակ գտնվող հողատարածքներին։ Նախորդ տարի Շիրակ ջրօգտագործողների ընկերությունը ջուր է տվել 4500-ից 5000 հեկտար ոռոգելի ցանկատարածքների։ Այս թվերի ու ծավալների մասին են խոսում գյուղացիական տնտեսությունների հետ կնքված պայմանագրերը։ Մինչև նոր գյուղատնտեսական տարվա մեկնարկը ընկերությունը սպասվում է, որ պայմանագրերը կավելանան, որովհետև պետության բուսաբուծության աջակցության այս տարվա ծրագրով մարզում տարբեր տեսակի մշակաբույսերի վարուցանքի ծավալներն են աճելու։ Կառավարության կողմից հաստատվել է բուսաբուծության աջակցության ծրագիրը, որը խրախուսում է կանանացան հացահատիկային, հատիկնդեղեն, կերային եւ աշնանացան սորոնի ցանկատարությունների ավելացումը գյուղացիական տնտեսությունների դրանով պայմանավորված բնականաբար ունենանք ցանկերի աճ, ցանկատարությունները կավելանան։ Մարզի ցածրադիր հատվածներում գյուղացիական տնտեսություններն արդեն գարնանացանի գործն են սկսել։ Բնական ու դոտացիոն եղանակներով մարզի ջրամբարներում ջուրը հիմա կուտակվում է, այս պահին կա նորմայի սահմաններին մոտ ծավալ, բայց թե ինչ կսպասվի ռոռոկման եռոն շրջանում էլի կախված է բնությունից ու ջրային կորուստների կանխարգելումից։ Վեսպայի դրությամբ Սառնախբյուր, Վարդակար, Թավշուտ, Մանտաշ եւ Ջաջուրի ջրամբարներում բոլոր տեղերում էլ ունենք նախորդ տարվա համեմատությամբ ավել ջուր եւ եղանակային պայմաններով պայմանավորված տեղումների քանակով դրանց ծավալները այդ այսօր արդեն ավելանալու են։
Մարզում մայիս-հունիսին է սպասվում ձնհալը, մասնակիցներն այդպես են ասում ու այդ ընթացքում է ջրամբարներում ջրի ծավալ ավելանում։ Վարդաքարի ջրամբարում որոշակի քանակի ջուր կա, իսկ Սառնախփյուրում ջրալերումներ դեռ չկան։ Առայժմ մերյալ ծավալի ջուրն է, որով գնացել է ձմեռացման։ Փառք Աստծո, այս տարի Վարդաքարի ջրամբարում ունենք մուտք 250 լիտր վայրկյանում եւ ունենք կուտակված մոտավորապես 1.5 միլիոն խորանարդ մետր ջուր, իսկ Սառնախփյուրի մասով կարող եմ ասել, որ ձնհալքը հələ չի սկսվել, այնտեղ սառած է, բարձր է, որտեվ այնտեղ այս պահին տատար է։ Սպասենք տեղումներին եւ ձնհալքին։ Մոնտաժի ջրամբարում այս պահին եւս նախորդ տարվա համեմատությամբ ավել ջուր կա կուտակված, ճիշտ է, տարբերությունը շատ չէ, բայց նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 1 միլիոն խորանարդ մետրով ավելի ջուր կա կուտակված եւ դա հնարավորություն է տալիս, որ այն սեզոնին, երբ որ ջրապահանջարկ կա, անհրաժեշտություն կա ջրի, այդ սեզոնին ավելի շատ ջուր կունենանք կուտակված։ Բավարար քանակի ջուր կուտակում են, բայց սովորաբար չի հերիքում, որի պատճառները մեծամասամբ ջրային կորուստներն են։ Շիրակ ջրօգտագործողների ենթակայության տակ գտնվող ջրատարների ու կուտակիչ ավազաններում մաքրման, ամրացման աշխատանքներ տարել են։ Աղբից ազատել են տարածքները, նույն խնդիրն ունեն նաև Շիրակի Մայրջրանցքի ջրատարները, որոնցում մեծ ծավալի կենցաղային աղբ է կուտակվում ամեն տարի։ Շիրկանալի կողքով անցնող գյուղերի կամ գյուղերի միջով անցնող այդ գյուղերի ազգաբնակության խնդրանքով է այդ աղբը մի լցնեք այդ կանալը ամբողջությամբ գնում է Կառնուտի ջրամբար։ Աղբամանները դրած է, որ գյուղով անցնում ես աղբամանները դրած է։ Աղբը փոխանակ շիրկանալը ուղղորդեք աղբամանները, դժվար է ինչը։ Ամեն տարի մաքրում ենք այդ պլաստիկ շշերը, որը թունավորում է։ Ջրամբարներում տեխնիկական վիճակի ուսումնասիրություններ եւս ամեն տարի կատարվում են, դրանցում վերակառուցման, վերանորոգման լուրջ աշխատանքներ են անհրաժեշտ։ Պատվարի ամրացում է իրականացվում միայն Արփիի ջրամբարում, որով պայմանավորված ջրի մակարդակը նվազեցվել է։ Մինչև ռոռոկման սեզոնը աշխատանքները կավարտվեն։ Մարինե Դիրբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։